Ամռան առաջին ամիսը ռոմանտիկ հանդիպումների և նոր հարաբերությունների ժամանակ է։ Մասնագիտական և ֆինանսական հարցերում փորձեք ավելի շատ վստահել ձեր ինտուիցիային։ Այս կարևոր ամիսը մանրուքների վրա չվատնելու համար ուշադիր զտեք տեղեկատվությունը և անմիջապես ձեննետեք ամեն ինչ, ինչն ավելորդ է և անպետք։ Այս, ինչպես նաև կենդանակերպի ամենադաժան, ամենափողասեր, ամենանենգ, ամենաարագ սիրահարվող նշանների մասին բացահայտումներով լի զրույց ենք ունեցել հայտնի աստղաբան Գանե Սարգսյանի հետ։ Մեր հետևորդներն եղանում են, ինչու եք ասում մեկը բարի չի, մյուսը չէ, ընդհանուր գծերն ենք նշում, որոնք հիմնական, բնորոշիչ գծերը։ Ամենաաշխատասեր կենդանակերպի նշանը։ Կույս, այծեղջյուր, ցուլ։ Մեկը չի, իրանք շատ աշխատասեր, իրանք ցուլերը եւ այծեղջյուրը նրանք նաեւ ֆինանսի աշխատանքի դիմաց նախընտրում են ֆինանսներ, պահեստավորում են եւ այլն։ Կույսն էլ է այդպես, բայց այն երկուսը եւ աշխատասեր եւ փողասեր։ Կենդանակերպի նշաններ, որոնք որ առավել հաճախ սիրում են ուշադրության կենտրոնում հայտնվել, գրավել շրջապատը։ Առուծը կենդանակերպն է, եթե ձեր ծվածային արևը չէ, լուսինը առուծում է լինում, նաև ասցենդենտով առուծները։ Ուշադրության կենտրոնում կշերտները իրենք իրենց էսթետիկությամբ, գեղեցիկ հագնվելով, նրբանակատությամբ ուշադրություն են գրավում, բայց ամենաշատը առուծներն են, նրանք սիրում են, որ իրենց գովաբանում է, ծափարում է, շատ քիչ առուծներ կան, որ դրանից առանձնապես էներգիա չեն ստանում, ասեն, որ ուրեմն ձեր ծնված պահին լուսինը կույսում է, խեցգետում է, որ դրանից դուք այդքան չեք ոգևորվում, բայց առուծը ամենաէլիտար, ամենաշքեղ եւ ամենապահանջված նշանն է։ Դավաճանական քայլերի հակված կենդանակերպի նշանները։ Բոլորի մոտ էլ այդ հակումները կան, բայց դրան իմպուլսիվ կարձագանք են խոյերը, նույն պահին կպատժեն, կարիճները, որոնք կրկին կպատժեն, եթե նույն պահին չէ, բայց նրանք հետո կթույնեն, կթույնավորեն կյանքը, առուծներն են, նրանք իշխող նշան են, այո, եթե դավաճանեցին, պատիժը հենց այդտեղ այդ պահին կարող են ստանալ։ Այծեղջյուրները իրենք միանգամից չեն պատժի, բայց իրանք հիշաչար կլինեն եւ այծեղջյուրները կպատժեն այնպես, որ ամբողջ կյանքը երևի այդ պատժի տակից չեն կարող դուրս գալ։ Մանավանդ այն այծեղջյուրը, որը որոշակի լծակներ ունի, կառավարման լծակներ ունի իր ձեռքի տակ։ Ձկները կարող են մանիպուլյացիա անել ու էլի կպատժեն, ձկները խեցգետիններն են կպատժեն, բայց բաց որ դուրս կգան պայքարի, դա խոյն է, դա կարիճն է, դա առուծն է։ Ընդ որում ամենապայքարող նշանները։ Խոյ։ Առուծն էլ կա, խոյն է պայքարող, բայց կարիճը այնպես չի պայքարող, ինքը դանդաղ ֆիքսված նշանները, նրանք դանդաղ են հասնում ցուլ, կարիճ եւ առուծ, բայց խոյը բաց մտնում է կոնֆրոնտացիայի մեջ։ Ամենաագրեսիվ, որին հնարավոր է շատ արագ հունից հանել։ Խոյ։ Բոլորին կարելի է հունից հանել, բայց խոյը միանգամից իմպուլսիվ, նա դեռ չի լսել ինչ ես ասում, արդեն միանգամից պատրաստվում է այդպես հակահարձակման, բայց խոյերն նաև մեզ պետք են, որտեղ նրանք շատ խիզախ են, մեր խիզախ քաջարի մարտիկները, եթե արևով խոյ չեն, ապա նրանց ծնված պահին իմացեք Մարսը խոյի կենդանակերպում է, Մարսը խեցգետնի կենդանակերպումը, որոնք 2020 թվականին նրանք էին, որոնք պաշտպանեցին մեր հայրենիքը եւ շատերը Մարսը խեցգետնի կենդանակերպում իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի հզորացման։ Իշխանության հակված կենդանակերպի նշաններ։ Առուծ, խոյ։ Հիմա կասեմ ցուլերի մասին, ինչու՞ չեք ասում, ցուլերը հանգիստ գնում են, նույնը կարիճները։ Օրինակ կարիճները իշխանության կարող են հասնել հանրային գումարները տնօրինելու հասնելու հարցում։ Օրինակ ջրհոսների մասին ոչինչ չեմ ասում, ամենաընկերասեր, ամենաբոց սովորական նշաններն են։ Այդ նրանք խոյերի նման չենթարկվող են։ Չես կարող ջրհոսին ասել, այս բանը մի արա, նույնը խոյին։ Խոյը միանգամից տաքանում է, իմպուլսիվ, կարող է կարմրել այդ արյունատալ գլխին, այդ ադրենալինն է բարձրանում, ջրհոսները ուղղակի չեն ուզում, չեն անում, այդպես է պետքա, ոչ սովորական զբաղմունքներ ունեն, ոչ սովորական կենսաձև են վարում, բայց շատ ընկերասեր են եւ շատ ազատատենչ են։ Կորստի հետ չհաշտվող կենդանակերպի նշաններ, որոնք շատ ուշ են հաշտվում կորստի հետ, նկատի ունեմ մարդկային կորուստ։ Դրանք այն նշաններն են, որոնք ավելի մատերիալիստական են, նյութական, դրանք ցուլ, այծեղջյուր, իսկ եթե այսպես նայենք ֆիքսված խաչն է, կարիճն է շատ երկար տառապում է,
առուցնել չի հաշտվում։ Կորստի հետ կարող է տառապել, բայց լուր տառապել ձկները եւ խեցգետինները։ Կարող են լացել, լուր տառապել, այդպես դանդաղ հարմարվել։ Անցյալի կապանքներից կարճած կենդանակերպի նշանները։ Կարիճ, խեցգետին, ձկներ, որտեղ դրանք ջրի նշաններ են, ջրի նշանը հիշողությունը պահում է, այդ նշաններն են։ Ստելու հետ սեր ունեցող։ Ասեմ ձեզ ինտելեկտուալ նշանները, ինձ չնաղանա, երբեմն երկորյակների մոտ եմ հանդիպում, բայց նրանց մեջ կան ինտելեկտուալներ, բարեկիրթ մարդիկ, ինչ են անում, երկորյակները եւ ձկները, քանի որ փոփոխական խաչ են, նաեւ աղեղնավորները։ Փոփոխական խաչը իրենք հնարավոր է ոչ թե ստում են, այլ իրենց պատկերացումը այդպիսին է, այդ հարցի հետ այո, եւ պահի տակ եւ երկորյակները եւ ձկները իրենք պահի տակ այսպես փոփոխման են ենթարկվում եւ մտադրություններում եւ խոսքը եւ կենսակերպը եւ գործելավոճը, որտեղ երկու տեսակ մարդ է։ Նույնը ձկները իրականությունը չեն տեսնում են, բայց երևի թե չեն ուզում տեսնել, իրենք այդ ռակուրսից են նայում, հնարավոր է որ չեն ցանկանում ստել, բայց այդպես ստացվում է։ Եվ վերջին հարցը, կարծում դուք եւս շատ լսած կլինեք ձեր շրջապատում, որ կան մարդիկ, որոնք բացառիկ հաջողակներ են եւ նրանց շատ հաճախ վերագրում են հետեւյալ արտահայտությունը՝ դու Աստծուց տված երեխա ես։ Ում է բնորոշ այդ գիծը։ Ձեզ ասեմ, որ հիմնական առույցների մոտ է լինում, առույցները այդ միջավայրում ծիծաղում է Իլոնան, բայց այդպես է։ Սոցիալական միջավայրում կապ չունի, որտեղ են իրենց մի քիչ շեմը բարձր է։ Առույցները իրենք հաջողակ են լինում, բայց պետք է կարողանան պահեն։ Աղեղնավորները իրենք շատ բարի են, որովհետև աղեղնավորի ղեկավարը Յուպիտերն է։ Ես միշտ ասում, իրենք առանց պատճառի երջանիկ են։ Եթե ձեր ծնված պահին Յուպիտերը գտնվում է առույցում, աղեղնավորում ձկներում, Աստծո տված Յուպիտերը ձկներում։ Յուպիտերը խեցգետնում, այդ արդեն իրեն գալիս է խեցգետինը ազգի էգրեգորն է։ Այլ բացի արևից, նաև եթե աստղաբանությանը տիրապետում եք, ես Յուպիտերի մասին հաղորդում ունեմ, մոտ 2 շաբաթ առաջ է հրապարակվել։ Յուպիտերը ըստ ձեր տարեթվերի կարող եք նայել տեսնել որտեղ է, եթե ձկներում է, առուցում է, աղեղնավորում է, նույնիսկ Յուպիտերը կարիճում տալիս է մեծ գումարներ, հանրային գումարներ, կտակ, հարստություն, այնպիսի մի տեղից կարող է գալ, որ չեն էլ պատկերացնում։ Դեռևս շատ ունեն կենդանակերպի նշաններ, որոնց բնորոշիչ հատկությունները մեր հաջորդ հաղորդումներում արդեն կբացահայտենք։ Շնորհակալ եմ։ Նմանապես։ you